Անցյալից ամենակարևոր դասը ո՞րն է, որ մենք պետք է քաղենք, պարոն նախագահ։ Այս մինչև որ հասանք այս կետին այսօր։ Անցյալից ամենալավ այս մեր 30 տարվա այս ռեալիզմը պետք, իրատեսություն։ Պատրանքները պետք է թոթափել, ծովից ծով Հայաստան, չգիտեմ, Խորարաքսյան Հանրապետություն եւ այլն եւ այլն։ Ես մի բան էլ մոռացա, սա այդպես է։ Այս ընդամենը բան չի ասում։ Մեծ շնորհք չի պահանջվում։ Մեծ ուղեղել պետք չէ։ Եթե գալիս է մարդ իշխանության, պիտի նախ իմանա ինչ վիճակում է Հայաստանը, ինչ խնդիրներ ունի իր հարևանների հետ, ինչ արտաքին քաղաքական մարտահրավերներ ունի եւ փորձի ամենաիրատեսական, ռեալիստական մեթոդներով փորձել այդ խնդիրները լուծել։ Ուրիշ ոչինչ։ Ֆանտազիաները, այդ պատրանքները, ինչ ասեմ, ներողություն չեմ ուզում, դա տահաս հասարակություններին է հատուկ։ Ոչ մի հասուն հասարակության մեջ այսպիսի բան չկա, չի կարող լինել։ Չեմ ասում երբեմն մի խենթ է դառնում լիդեր։ Չի լինում այդպիսի բան։ Կարող են իրենց հաշվարկների մեջ սխալվել, դա էլ է լինում։ Բայց միակ մեթոդը սա է։ Հսկայական ինստիտուտներ են աշխատում այդ լուրջ մեծ պետությունների շուրջ, եւ անալիտիկներ, եւ հետախուզական ծառայություններ ամեն դետալին ուշադրություն են դարձնում։ Վնասները եւ օգուտները իրենց քաղաքական քայլերի։ Շատ բարդ բան չի։ Եթե բարդ բան չի ստացվում։ Որովհետեւ տասնամյակներ չի ստացվում։ Որովհետեւ չեն հասել այդ մտածողության այդ մակարդակին։ Սա է։ Չեն հասել մարդիկ։ Ընդունակ չեն պետություն ղեկավարելու, ավելի հասել։ Ընդունակ չեն։ Կանք ապագայի։ Ես ներողություն, ես մի բան մոռացա։ Ասեք։ Որ Ալիև բանի հետ Իլհամի հետ այսօրվա պահվածքի մասին։ Այնտեղ մի բան էլ կար, այդ նվաստացման մասին, որ խոսում էի Ադրբեջանը։ Էլի մեր անզգուշությունն էր նաև պատճառը։ Ինչ արեցինք։ Ամեն օր Ադրբեջանը նստած Հայաստանի հեռուստատեսությունն նայում եւ ինչ քարտեզ է տեսնում այնտեղ։ Հայաստան մի ուրիշ գույնով միացած ընդհանուր սահմաններով 12000 քառակուսի կիլոմետր գումարած։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Քարտեզը գիտեք ինչ հոգեբանական նշանակություն ունի։ Հուզական։ Մենք բոլորս էլ, ես էլ եմ պատանի եղել ջան, երբ որ Վիլսոնի քարտեզը տեսնում էինք, հուզմունքից պայթում էինք։ Դուք գիտեք, դա սադիզմ էր մեր կողմից, Հայաստանի իշխանությունների կողմից։ Ես գիտեմ դա ով սկսեց դա նույնիսկ։ Ով սկսեց։ Հետո մյուս բանը, Ղարաբաղցիների արածը։ Ղարաբաղցիները չեն արել, դա Հայաստանը եթե թույլ չտար, այդպեսի բան չէին անի։ Այդ բոլոր ազատագրված այսպես կոչված տարածքները մտցրեցին իրենց վարչական կազմի մեջ, Լղիմ հանրապետություն։ Սա գիտեք ինչ էր, սա իսկապես սարդ ագրեսիա էր։ Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը մի բան էր, բայց գրավում ես կամ ազատագրում ես տարածքներ, որոնք երբեք չեն եղել Ղարաբաղի։ Օսկանյանին օկուպացիա ասելու բառի համար նույն հանրապետականը հրաժարական էր պահանջում։ Ես ձեզ ինչ եմ ասում, եսեք շատ པարզ բաներ են, որ ոչ մեկ չի էլ նկատել։ Բոլորը տեսել են քարտեզը, ում մտքով է այդպես բան անցել, որ սա գրգռիչ ամեն օրվա թունավորում էր նշանակում ադրբեջանցի ժողովրդին։ Բայց սադիզմ չէր, բայց դրանից հետո Ալիևը այսպիսի բան չէր անելու։ Իհարկե պիտի աներ։ Վրեժալուծում։ Վրեժ չգիտեք, այս հոգեբանական բանը շատ կարևոր է, ընկճախտը սարսափելի բան է։ Եվ ստեղից շատ կարևոր է դառնում, թե ինչպես մոտենալ ապագային։ Ամենակարևոր հարցը, պարոն նախագահ, 4.5 տարի է մնացել, որ ռուս սահմանապահները մի կողմի պահանջով կարող են հեռանալ։ Եթե հեռանան, ինչ են կանում։ Ալիևը պարզ ասում է. ճանաչեք,
Արցախը Ադրբեջանի մաս, խաղաղության պայմանագիր կնքենք։ Որն է մեր բանաձևը։ Եթե որևէ մեկը ես գիտեմ այդ հարցը տալիս եք նաև ուրիշներին, եթե դուք էլ չեք տալիս, ամբողջ դաշտը ողողված է։ Բոլորը ունեն դրա լուծումը։ Բոլորը։ Ես հələ պատասխանը չունես եթե անկեղծ։ Բոլորը լուծում։ Դեռ պիտի Ղարաբաղն հետ բերեն, էսա է պատասխանը, ստանդարտ։ Եթե չանեն, ասենք հայրենիքի դավաճանա։ Հիմա այս նախընտրական բանի կամպանիայի գուցե ասում են Վիլսոնի քարտեզն էլ քիչ թվա։ Հասնեն, չգիտեմ, մինչև Անկարա եւ այլն։ Սա ինչ ասեմ, խեղճության նշան է սա։ Անկեղծ ասեմ, բոլորը դրա պատասխան ունեն։ Օրվա մեջ ես նայում եմ քաղաքագետներ, վերլուծաբաններ, ում տալիս են այս հարցը միանգամից 2 րոպեում պատասխանում է։ Կհզորանանք, բանակը կհզորեցնենք, տնտեսությունը Շուշին էլ հետ կբերենք։ Ես չգիտեմ, ասում եմ, պարզ ասում եմ։ Իմանալու համար ինչ է պետք ինձ։ Կարող գիտեք չեք ուզում ասել։ Չէ, իմանալու, չէ, անկեղծ եմ ասում։ Իմանալու համար ինչ է պետք ինձ։ Ես պիտի իմանամ ռուսների ծրագիրը, Ռուսաստանի ծրագիրը։ Ալիևինի գիտենք, Ադրբեջանի գիտենք, ինչքան շատ, այնքան լավ, այդտեղ հարց չկա։ Ռուսաստանի ծրագրերը չգիտեմ ես։ Ռուսաստանը իր ծրագրերը ոչ մեկին չի բացահայտում։ Դե Ռուսաստանում երբեմն այնպես վիճակ է, որ թվում է իրանք էլ չգիտեն դեռևս ինչ են ծրագրերը։ Ես այդպես չեմ ենթադրում, նա մեծ պետությունը այդպես չի կարելի այդպես վերաբերվել նրան։ Ես բացատրեմ, դուք ուրիշ ուղղությամբ գնացիք։ Ռուսաստանը Հայաստանում այսօր ունի մեկ խոսակից։ Դա երկրի ղեկավարն է։ Ես էլ ունեմ կապեր, ես էլ եմ հանդիպում Ռուսաստանի դեսպանի հետ։ Ռոբերտը ավելի շատ կապեր ունի Մոսկվայում։ Ոչինչ կասեն, ոչ Ռոբերտին, ոչինչ։ Այսօր Հայաստանի պատասխանատուն Փաշինյանն է, Փաշինյանին են ասում։ Փաշինյանը մի ուրիշ խնդիր ունի։ Փաշինյանի ես վստահ եմ, Ռուսաստանը ամենայն անկեղծությամբ ասում է այն, ինչը մտադիր է անել այս տարածաշրջանում եւ ընդհանրապես Հայաստանի, Ղարաբաղի ապագայի վերաբերյալ։ Փաշինյանը ուրիշ խնդիր ունի։ Նա անգամ չի հասկանում ռուսները ինչ են իրան ասում։ Ես եմ մարդը չեմ, որ չիմացած բանի մասին ինչ որ կարծիք արտահայտեմ եւ այլն։ Եվ չեն էլ ասի։ Ես էլ եմ հանդիպում Ռուսաստանի եւ ոչ իմ կողմից է որևէ ակնարկ լինում, որ հասկանամ թե ռուսներն ինչ են ասում, ոչ էլ իր կողմից է։ Ընդամենը մենք նստում ենք, դեսպանի պարտականությունն է իր երկրին կառավարությանը փոխանցել թե ինչ է կատարվում այս երկրում։ Դե այդտեղ ընդամենը սա է։ Պարոն նախագահ, շատ սցենար չկա այդտեղ։ Նրանք կամ մնում են կամ գնում են։ Եթե մնում են, ձեր ասած մի քիչ պարզ է։ Այդ գնալն ու մնալը ես ու դու չենք կարող իմանալ։ Այո, բայց սցենարները ճիշտ է, բայց սցենարը շատ չի, երկու տարբերակ է։ Հիմա մենք ենթադրենք մնում են, դա հասկանալի է։ Իսկ եթե գնում են, նոր իրավիճակ է ստեղծում։ Դուք ինձից հարցնում եք, ասում եք գնալու են թե չեն գնալու։ Չէ, ես ասում եմ ինչ են կանելու, երբ որ նրանք գնան։ Այդ ժամանակ անելու ես այն ինչ որ կգտնես միակ հնարավորը։ Ինչ պիտի անես։ Ես չգիտեմ, ես գիտեք մարգարետ չեմ։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Հնարավոր է նոր պատերազմ։ Նոր պատերազմ է հնարավոր։ Ես չգիտեմ Թուրքիայի տրամադրությունները։ Գիտեք, ես քաղաքագետ չեմ։ Հիմա այս օրերին մենք շատ ենք քննարկում հապկի դերակատարումը եւ շատ հարցադրումներ կան հապկի կա այդ կառույցը թե չէ այս հարցադրումները որ մեր հասարակության մեջ կան տեղ ունեն թե ոչ մենք սա ձևակերպեմ կարիք ունենք մեր անվտանգության գլոբալ համակարգի վերաիմաստավորման թե ոչ ես հիմա մի բան եմ հասկանում Ելի կրկնում եմ, թող ոչ մեկը գլուխ չգովի, որ գիտի Ռուսաստանի ծրագրերը։ Այդպեսի մարդ չի կարող գոյություն ունենալ բնության մեջ, թող ոչ ոք գլուխ չգովի։ Մի բան գիտեմ, նրանք հստակ ունեն ծրագրեր եւ ոչ թե կարճաժամկետ։ Նրանք այս ռեգիոնում, այդտեղ Սիրիայում, երբ որ արդեն մտան մերձավոր Ռևիլյան հետ
ստրատեգիական խաղի մեջ։ Դա այդ ծառը պատերազմի մի օղակներից մեկն է։ Ուրեմն լուրջ ծրագրեր ունեն Անդրկովկասի նկատմամբ։ Այդ բոլորին հայտնի էր, Արևմուտքին հաշտվել էր այդ մտքի հետ, որ Անդրկովկասը ռուսաստանյան ազդեցության գոտի է եւ վերջ։ Իհարկե քթները խոթում էին ամերիկացիներն եւ եվրոպացիները, փորձում էին այստեղ Վրաստանի միջոցով, չգիտեմ, արևմտամետների միջոցով խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար եւ այլն, դա կան, էլի կանեն։ Արևմուտքի համար ասեմ ավելի մի քիչ պարզ։ Արևմուտքի համար մեր նման երկրները յետխորհրդային հանրապետությունները Ռուսաստանի, Արևմուտքի համար արժեք ունեն միայն այն դեպքում եւ էլի տարբեր աստիճանի, թե ինչքան խնդրեմ կստեղծեն այդ պետությունները Ռուսաստանի համար, ուրիշ բան չկա։ Ուրիշ բան չկա։ Այնպես որ հույսեր կապել։ Հետևաբար նրանց դաշնակիցը Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ում? Արևմուտքի։ Ոչ։ Հիմա Թուրքիան նաեւ Արևմուտքի դեմ է, չգիտես։ Մի կողմից Ռուսաստանի հետ է բարեկամ, համատեղ գործողություններ իրականացնում, մի կողմից Ամերիկայի դեմ։ Թուրքիայի բանը արդեն ուրիշ է։ Թուրքիան կեմալական Թուրքիան չի։ Կեմալական Թուրքիան հասարմանել էր, վերջ, սա է մեր ունեցածը եւ սրանից դուրս մենք ոչ մի հավակնություն չունենք։ Էրդողանին լրիվ ուրիշ արդեն բացվեց դեպի արտաքին աշխարհ, հավակնությունների մասին չեմ խոսում, ինչպեսի լիդերը ուզում դառնալ ամբողջ մահմեդական, ոչ միայն թուրքական, ամբողջ մահմեդական աշխարհում։ Խալիֆատ։ Չգիտեմ, դա արդեն Թուրքիայի խնդիրն է։ Մենք պիտի հաշվի առնենք իհարկե այդ բաները, բայց դա Թուրքիայի խնդիրն է։ Այնտեղ էլ կա լուրջ ընդդիմություն կա այս քաղաքականության նկատմամբ, այդպես չի։ Եվ կեմալիզմը շատ է թուլացել։ Մենք պետք է Թուրքիայի հետ ուղղակի հարաբերությունների մեջ մտնենք։ Ոչ թե պետք է, հիմա պիտի վաղուց մտած լինեին։ Հիմա այս կետի վրա ենք։ Պատերազմից հետո է միջայլոց այս կետի մասին եք խոսում։ Մի քանի անգամ Էրդողանը եւ մի քանի անգամ իրենց արտգործնախարարը Չավուշօղլուն հայտարարեցին, որ այս ժամանակն է Հայաստանի հետ ինչ որ։ Լավ, դա ինչ, դուք ասացիք, ես նոր էլ ասացիք։ Ալիևն էլ ասում, ձեր քաշե Ղարաբաղից հենց այսօր դառնանք եղբայրներ, ինչ ա եղել։ Դա նորմալ բան է։ Հիմա մենք պիտի հաշվենք, երբ, ոնց, ինչպես, առաջին գործ ասեմ, պետության ղեկավարի իր արտաքին պարտներների հետ երբեք չխորամանկել։ Երբեք։ Նախ ինքնախապեյություն կլինի, որ դու ավելի կարող ես խորամանկել, քան թեզորները։ Քեզ շատ լուրջ կլսեն, կասեն, կգովեն, հետո կգնան եւ կծիծաղեն քո վրա։ Խապել, խորամանկել։ Իմ հարաբերություններում ոչ Ռուսաստանի հետ, ոչ Ադրբեջանի հետ, ոչ մի խորամանկություն, ոչ որևէ երկրի հետ չի եղել։ Եթե ես այդպիսի մի բան անեի, ինձ ընդհանրապես բանի տեղ չէին դնի։ Ալիևի հետ մեր, Հեյդար Ալիևի հետ, մեզ մի երևույթ էր կա, որ դա էլ ինձ այլանդակ բան է, որ էլի նոր բան է, չի եղել։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև երբեք այսպիսի, ինչ ասեմ, կոպիտ երկխոսություն չի եղել։ Փոխադարձ վիրավորանքներով, նվաստացումներով, երբեք չի եղել։ Եվ Մութալիբովի հետ շատ քաղաքավարի, շատ կիրթ չի եղել ոչ իր կողմից, ոչ իմ կողմից անձնական որևէ վիրավորանք հասցնել, ոչ Հեյդար Ալիևի հետ։ Նույնը եղել է Ռոբերտի ժամանակ, Սերժի ժամանակ, չի եղել սա։ Սա նիկոլիզմի արտահայտություններ։ Պարոն նախագահ, հիմա ունենք այսպիսի իրավիճակ, այսօր գերիներ, զո, նրանք մեր սահմաններում են, դիմել ենք հապկին դեռևս չկա կոնկրետ հայտա, հետևում են իրավիճակին, Լավրովն առաջարկել է սահմանազատում եւ սահմանագծում։ Դուք հավակնում եք պարլամենտական ընտրություններին հաղթելու։ Դուք հաղթել եք, ինչ կանեիք հիմա, ինչա պետք անել։ Լավրովը ինձ չի ասել, Նիկոլին է ասել։ Նորից եմ կրկնում։ Հիմա իմ կողմից անլրջություն կլինի, ես այդտեղ կարծիք արտահայտեմ։ Այսինքն Փաշինյանը բաներ գիտի, որը մենք չգիտենք։ Գիտի, կարող է գիտի էլ, կարող է ինչ որ ասում են, դա էլ չի հասկանում։ Ես դա եմ ավելի շատ սրան եմ հակված։ Որպեսզի ես կարողանամ ինչ որ կոնկրետ բան ասել դրա համար։
Ես պիտի խոսակից դառնամ, ես կամ ասենք ով է Ռոբերտն է, Սերժն է, ով է դառնալու, չգիտեմ, Հայաստանի ղեկավար։ Չի կարելի այդպես։ Ես չեմ կարող այդպես ինչ որ բաներ ենթադրելով, ինչ որ քայլեր անել։ Բայց դե տենց տարօրինակ ընտրաշավ կլինի, մարդիկ քաղաքական ուժերին ասել են ոնց է լուծելու։ Ես ունեմ շատ լուրջ ծրագիր այս ընտրություններին։ Բոլորն ասել են դե ինչ իմանանք, ես շատ լուրջ ասելիք ունեմ այստեղ։ Շատ ասեմ, դարձին կպատասխանեմ։ Ես ինչ ծրագրով եմ գալիս։ Բացեք կարևոր։ Բացեմ։ Այդպեսի մեծ բաների մասին այսօր լրիվ ավելորդ է խոսել։ Ծրագրեր հիմա բերելու են բոլոր կուսակցությունները, ես ինչ բնակավարում ես, գյուղատնտեսության բնակավարում, տնտեսության բնակավարում, սա արտաքին հարաբերություններում, սա, չգիտեմ, դաշնակիցների հետ էս լավաշներ։ Մի լավաշ էլ մեզ էին բերել, մեր տղաները գրել էին, ես ասի դրեք մի կողմ։ Դա որպես հետո, եթե պարլամենտական ելույթներ որպես դրանք շատ լավ են ասացի։ Մեր ծրագիրը շատ կարճ պիտի լինի։ Հասկացեք, դες չեմ ասում։ Հասարակությանը, դիտորդ մեր հանդիսատեսին կամ ինչ են, հեռուստադիտողին։ Հայաստանում հրդեհ է։ Հրդեհ։ Հրդեհի ժամանակ ինչ են անում։ Հանգցնում են։ Հանգցնել հրդեհը։ Նոր կառավարության առաջին քայլը պիտի անի ինչ, պիտի լինի որը։ Պիտի գործի գցի պետական մեքենան։ Այսօր պետական մեքենան ջախջախված է։ Ջախջախված ուղակի։ Կառավարելիությունը 0-ի է հավասար մեր հանրապետության։ Մենք այսպիսի վիճակ ունեցել ենք։ 90-91 թվական, 90-ին, երբ որ մենք մտանք խորհրդարան, եւ ես ընտրվեցի Գերագույն խորհրդի նախագահ, նույն վիճակն էր Հայաստանում։ Պետական մեքենա գոյություն չուներ։ Ոստիկանությունը չկար։ Այդ տեղական ինքնավար այդ ինչ էր կոչվում։ Թաղային հեղինակություն։ Չէ, տեղական ինքնավարության մարմինները տեղականը։ Շրջկոմները, գյուղերը, ինքնակառավարման մարմինները, դրանք չկային։ Ամեն մեկը գլուխը կորցրել էր։ Ոչ նորմալ ֆինանսավորում կար, ոչ բյուջեի կատարողական կար, ոչ մի բան, քայքայվել էր ամեն ինչ։ Ամենածանրը հենց այդ ոստիկանության բացակայությունները։ Դուք հիշում եք այդ գայի բոլոր պոստերը գրավված էին հաբի բանի մյուսների կողմից։ Դատարանները չէին աշխատում։ ՀՀՇ-ն ստեղծել էր դեռ ընդդիմադիր եղած ժամանակ հատուկ բաժիններ, իրավական բաժին, գաղթականների, փախստականների բաժին, աղետի գոտու բաժին, որտեղ մենք կոնկրետ գործերով ենք, լավագույն մասնագետներ էինք բերել։ Շատ դատեր գնում էին այդ մեր տղաներն էին շահում, օգնում էին իրավական խորհրդատվություն էին տալիս բան։ Հիմա այդպիսի վիճակ է, չկա, գոյություն չունի դա։ Եթե գայել ոչ թե երկրիկայունությամբ է զբաղվում, փորձում են իշխանությունները օգտագործել քաղաքական նպատակներով, նույն ոստիկանությանը, անվտանգության մարմիններին, զուտ, ուրիշ խնդիր չունեն։ Մարդկանց ահաբեկելու, չգիտեմ, ընդդիմության հանրահավաքները խանգարելու եւ այլն։ Ինչ եղավ Սյունիքում եղավ, դա էլ էր կազմակերպված Նիկոլի դեմ։ Հիմա ասում են կարդացի, որ Քոչարյանի շտաբների վրա են հարձակումներ եղել, նույն բանն է կատարվում։ Սյունիքում էր կազմակերպված։ Իհարկե կազմակերպված էր։ Կա ինքնաբուխ կար իհարկե։ Մի դժգոհություն կար Նիկոլիից այդ զոհերի հարազատները բան։ Դա կա, բայց դա օգտագործվում է։ Իսկ ո՞նց անենք, որ այդ փոխադարձ թշնամանքի, ատելության մթնոլորտը չլինի ձեր հարաբերությունները Քոչարյանի հետ, ոչ մի թշնամանք ես չունեմ, ոչ մի թշնամանք ես Քոչարյանի դեմ չունեմ։ Բայց այդ մթնոլորտը եթե ունենայի, ես այդպեսի առաջարկ չէի անի։ Գուցե դուք անձնապես չունեք, բայց տարիներով այդ մթնոլորտը տեղափոխվում է մարդկանց մեջ։ Դա պիտի օրինակ մենք ծառայենք։ Եթե ես առաջարկում եմ մի բան, որը բոլորն են հասկանում, բոլոր դատող մարդիկ, որ դա փրկության ձև էր։ Եթե նախքին իրար, ինչ ասեմ, հոշոտած կոպիտ ասեմ, նախագահները երկիրը այնպիսի վիճակի մեջ է հասել, որ հասկանում են, որ միակ ելքը սա է, թույլ չտալ Փաշինյանի վերարտադրությունը եւ իրենցից որևէ մեկն էլ չհավակնել պետության ղեկավարի պաշտոնին,
Սրանից արդեն լավագույն հաշտության միջոց ինչ եք սպասում։ Բայց դուք հետո բացատրեցիք, որ դա այսպես խորաման քայլ էր, որպեսզի նրանց ընդհանրապես հեռացնեք։ Ում հեռացնեմ։ Քոչարյանին եւ Սերսակսյանին։ Նույն բանն է, դուք խորաման քայլ համարեք, թե կարևորը Փաշինյանին հեռացնում էինք եւ նրանցից ոչ մեկը չէր դառնում երկրի ղեկավար։ Ինչ է դա։ Նույն բանն էր։ Խնդիրը սա էր։ Չարեցին մարդիկ, ինչ ասեմ։ Դրանից լավ բան չի ստեղծվել։ Լավ բան չի ստացվել։ Եվ ավելին կա հիմա։ Հիմա արդեն տեսեք արդեն նրանք համարյա ճակատամարտի են անցել։ Քոչարյանականներն ու Փաշինյանականները։ Գոնե վերբալ մակարդակում։ Դա ավելի է խորանալու։ Ես վախենում եմ, կան արդեն լուրջ լրագրողներ կան, որ արդեն զգուշացնում են դրանից։ Այս ընտրությունները կարող են վերածվել ուղղակի կռիվների, եթե չասեն քաղաքացիական պատերազմի։ Կենաց մահու խնդիր են լուծում երկու կողմն էլ։ Դե այդ շրջապտուտից մենք ոչ մի կերպ դուրս չեն գալիս, պարոն նախագահ։ Այսպեսի վիճակ չի եղել, ինչպես չէ, բայց այսպեսի վիճակ չէ, բայց ցանկացած ընտրություն վերածվում է կենաց մահու պայքարի։ Բայց քաղաքացիական պատերազմի չի հասնում, որովհետեւ մի կողմը այնքան հզոր է լինում, որ ճզմում է մյուսներին։ Հիմա այդպես չի։ Հիմա երկու կողմ կա ճզմող։ Հիմա է վտանգը։ Հիմա է վտանգը։ Ոչինչ, լինում են վատ իշխանություններ, լինում են բռնապետական երկարատև տարիներ, դրանցից հեշտ է ազատվել։ Ամենավտանգավորը քաղաքացիական պատերազմներն են երկրի համար։ Ամենավտանգավորը։ 27 ուժ է հայտ ներկայացվել, դա նորմալ է։ Դե ես չեմ դատելու, ես բարոյախոս չեմ։ Մարդը ուզում է, ինչ ասեմ, չգնա։ Մարդը գրագետ է, գրել կարդալ գիտի, դպրոց է ավարտել, համալսարան է ավարտել, ոսկե մեդալով։ Հիմա ուզում է քաղաքացի ինչ ասել։ Ժողովրդավարությունը դա է։ Այսինքն նորմալ է։ Չեմ ասում նորմալ է։ Նորմալ չի քաղաքական առումով։ Ինչու՞։ Որովհետև ասում եմ ուժեղ են գոնե խորհրդարանական պետություններում այն պետությունները, որոնք ունենում են 2-3 հզոր կուսակցություն, որոնք կարող են մեկը մյուսին փոխարինելով իրենց տրադիցիաներով, պետական մտածողությամբ եւ ոչ մի ցնցում չառաջանա դրանից։ Սա մի քանի անգամ եմ ասել։ Սա այս պարլամենտականը մեզ համար կործանում է նշանակում։ Կործանում։ Պետք է հետ վերադառնալ նախագահական։ Պարտադիր։ Սերժի ամենամեծ սխալը սա էր։ Եվ ինքը իր գլխին բերեց այդ սխալը։ Ամենամեծ սխալն էր։ Շատ ահավոր բան է մեր, ինչ ասեմ, չեմ ասում մենք անկիրթ ազգ ենք, բայց կան հասուն հասարակություններ եւ դեռևս ոչ հասուն, քաղաքականապես ոչ հասուն հասարակություն։ Այդպիսի երկրներում խորհրդարանական համակարգը աղետ է։ Աղետ։ Ասում 3 տարբերակ կա այս ընտրություններից հետո։ Կամ Փաշինյանն է ախտում, կամ չգիտեմ Ռոբերտն է ախտում, կամ որևէ մեկը, որը քիչ հավանական է։ Ավելի վատ տարբերակն է, որ ստեղծվելու է մի խայտաբղետ։ Ոչ ոք մեծամասնություն Ոչ ոք մեծամասնություն չի ունենալու եւ մենք ընկնելու ենք այդ պարլամենտական այդպեսի։ Սա պես տիպի համագործակցել սովորել իրար։ Դա գուցե հետո փորձում են անգամ պարլամենտ անցնելուց հետո ինչ որ դաշինքներ ձավել, բայց այդպիսի դաշինքներն էլ շատ թույլ են լինում։ Կես տարին մեկ տարին մեկ կարող է կառավարություն փոխվել։ Ֆրանսիական 4-րդ հանրապետությունը 12 տարի է տևել։ 1946-ից 1958 թվականին 12 տարում 18 կառավարություն են փոխել։ Մինչև Դեգոլը եկավ, ձեռքը խփեց եւ պետություն ստեղծեց։ Ֆրանսիական պետությունը ստեղծել է 2 հոգի՝ Նապոլեոնը եւ Դեգոլը։ Եվ այդ համակարգը մինչև հիմա աշխատում է։ Փայլուն։ Երկրներ են եղել, որ ուղղակի աղետի են, Իտալիայում եղավ, Թուրքիայում եղավ, Հունաստանում եղավ, Իսրայելում հիմա 4 ընտրությունն անում չէ կարողանում կառավարություն ձևավորել։ Մեզ էլ է սպառնում երկրորդ փուլը։ Դա եմ ասում։ Երկրորդ փուլ չէ, երկրորդ էլ, երրորդ էլ, չորրորդ էլ կարող է լինի։ Չկարողանան կառավարություն ձևավորել։ Շատ տխուր օրեր են սպասում մեզ։ Ինչ որ շատ պեսիմիստական ենք, պեսիմիստական չէ, շատ ռեալիստական է։ Շատ։ Եթե ավելի վատ չլինի նույնիսկ, ես ասում եմ։